Երեք ընդհանուր օրը առավոտյանից մինչև գիշեր հանդարտ էր ողջ Թեհրանը։ Գիշերը ռմբակոծությունները սկսեցին, բայց ոչ բնակելի թաղամասերում, ընդհանրապես ռմբակոծությունները տեղի են ունենում հատկապես 3 քաղաքից դուրս եւ թիրախը ռազմական պահեստները եւ օբյեկտներն են։ Երեք գիշեր մինչև ժամը 2 եւ 2:30 համարյա ռմբակոծությունը շարունակվեց, բայց ոչ քաղաքի կենտրոնում։ Իրանահայության առումով պետք է ասեմ, որ բոլոր հայկական թաղամասերը ապահով են, ոչ մի ռմբակոծություն տեղի չի ունեցել հայկական թաղամասերում, ոչ մի վիրավոր կամ մահ չի գրանցվել եւ համարյա կարելի է ասել, որ հայկական թաղամասերում խուճապ չկա։ Հիմնականում խանութներն են փակ, բացի սուպերմարկետները բաց են, ժողովուրդը նորմալ փողոց է դուրս գալիս, հատկապես այսօր առավոտյան, որ ես ինքս դուրս եմ եղել առևտրի, ժողովուրդը հանգիստ դուրսում քայլում էին, առևտուր էին անում եւ խուճապ գոյություն չունի։ Այս պահին Իրան-Ամերիկա բանակցությունները կարելի է ասել, որ ոչ պաշտոնական աղբյուրներով տեղի չեն ունենում։ Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարը պետք է Ժնևում հանդիպի Եվրոպայի ղեկավարների հետ, բայց Ամերիկայի հետ առաջմս ուղղակի բանակցություններ տեղի չի ունենում եւ հիմնականում Իսրայելը խանգարում է այդ բանակցություններին եւ ես չեմ կարծում, որ մոտ ապագայում դա արդյունք տա։ Տեղեկությունները, որ կա Իրանի ուրիշ քաղաքներից, պետք է ասեմ, ուրիշ քաղաքներում էլ նույնպես է, բնակելի թաղամասերը չեն ռմբակոծվում, հիմնականում քաղաքից դուրս տեղի են ունենում ռմբակոծություններ, հիմնականում էլ հենց ռազմական հրթիռային պահեստները եւ ռազմական օբյեկտներն են թիրախավորվում։ Տարածաշրջանի առումով ասեմ, որոշ իրանցի փորձագետներ պնդում են, որ Իրանի վրա անօդաչու թռչող սարքերը, որ հատկապես Իրանի Ադրբեջան նահանգներում Իսրայելի կողմից ռմբակոծում են, դա կարող է Ադրբեջանի կողմից կամ օկուպացված Արցախի տարածքներից դեպի Իրան են գալիս, դա փորձագետներն են պնդում, բայց դեռ հստակ փաստեր չկան դրա առումով, բայց մասնագետները պնդում են, որ այդ դրոնները եւ անօդաչու թռչող սարքերը հնարավոր է, որ Արցախի օկուպացված տարածքներից եւ Բաքվի տարածքից ներխուժում են դեպի Իրան, բայց ասեցինք, դրա մասին դեռ հստակ փաստեր չկան։